Բարև ձեզ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարելու որոշում եւ անձեռամխելիությունից զրկել է Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանին։ Նարեկ Կարապետյանի հանդեպ կգնան կալանավորման թե որևէ այլ սցենարի, սա թերևս լավագույնս կբացատրեն կամ կասեն հնարավոր սցենարները կասեն իրավագետները, մասնագետները։ Բայց կասկածից վեր է, որ այս process-ը իրավական չէ։ Այստեղ իրավական գործիքակազմը, իրավապահները որպես գործիքակազմ կիրառվում են քաղաքական մոտիվներ ու նպատակներ բավարարելու համար, որ ունի ներկայիս իշխանությունը եւ մասնավորապես դրա առաջնորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս հարցում թերևս չկա կասկած որևէ մեկի մոտ եւ գուցե նույնիսկ հենց վարչապետ Փաշինյանի ամենամոլեռանդ համակիրների։ Այս տեսանկյունից բոլորն են փորձում հասկանալ, ինչու է ընտրությանը հաղթանակի մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանը շարունակում հետընտրական հետապնդումները։ Չէ՞ որ հաղթել է, այն էլ կարողացել է արձանագրել 3/5 մեծամասնություն խորհրդարանում եւ հետեւաբար կարող էր շատ ավելի հանգիստ քաղաքական վարքագիծ դրսեւորել ընտրությունից հետո, թող հեգնական չհնչի գոնե ամռանը։ Բայց Նիկոլ Փաշինյանն ինքը գնալով արձակուրդ, ճակերտավոր իմաստով արձակուրդ չի տալիս իրավապահներին, նրանց տալով ընդդիմության ներկայացուցիչների, այսպես ասած, հասցեները։ Ինչն է այս ամենի պատճառը, ինչն է Նիկոլ Փաշինյանի մոտիվը այս քայլերի հարցում։ Այստեղ կարող ենք գնահատել ընթացիկ իրավիճակային մոտիվները եւ շատ ավելի խորքային պատճառները։ Գուցե Փաշինյանին չի բավարարում 3/5-ը, որովհետև Ադրբեջանը ունի հայտնի պահանջը սահմանադրության փոփոխության վերաբերյալ եւ Փաշինյանը փնտրում է այդ պահանջը առավել դյուրին միջավայրում բավարարելու ուղիներ, առավել հանգիստ, առավել հանդարտ, առանց խոչընդոտների այդ պահանջը բավարարելու հնարավորություն։ Եվ այստեղ հնարավոր է, որ իրավական գործիքակազմը կիրառվում է ընդդիմության հանդեպ, ընդդիմության հնարավոր դիմադրության ներուժը չեզոքացնելու համար։ Սա տարբերակներից պատճառներից մեկը։ Բացառված չէ, որ Նիկոլ Փաշինյանն առհասարակ դրել է խնդիր ընդդիմադիր դաշտում բացել տարածություն արդեն իր համար, իր նշանակած ընդդիմության ձևավորման նկատառումով։ Չեզոքացնել ներկայիս ընդդիմադիր կոնֆիգուրացիան, բացել տարածություն եւ այդ տարածությունը լցնել ճակերտավոր իմաստով սեփական ընդդիմադիրներով։ Կարող ենք քննարկել գուցե ընթացիկ իրավիճակային այլ սցենարներ եւս, որոնք հնարավոր է նաեւ ժամանակի ընթացքում ի հայտ կգան տարբեր դրսևորումներով։ Բայց այստեղ կարծում եմ կա շատ ավելի խորքային մի պատճառ, որը հանգիստ չի տալիս Նիկոլ Փաշինյանին։ Նախընտրական ամիսներին Հայաստանում ընդդիմությունը կամ ընդդիմության առաջատար ուժերը սկսեցին գործել ոչ ավանդական տրամաբանությամբ։ Ընդդիմությունը դուրս եկավ Նիկոլ Փաշինյանի հետ լեզվակռվի առճակատման տրամաբանությունից եւ անցավ հասարակության հետ ուղիղ երկխոսությամբ աշխատանքին։ Եվ սա սկսեց տալ իր դանդաղ, բայց շոշափելի արդյունքը։ Եվ դրա արդյունք էր նաև այն, որ Նիկոլ Փաշինյանն օրինակ խորհրդարանի ընտրությանը թեպետ հայտարարեց հաղթելու մասին, բայց այդ հաղթանակը, ինչպես ասում են, պյուրոսյան էր։ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո չի հաղթել, թե ընդդիմությանը, թե ինքն իրեն։ Համեմատենք օրինակ 2021 թվականի արդյունքի հետ, Նիկոլ Փաշինյանը չի վաստակել անգամ 50%։ Այն դեպքում, երբ թվում էր, որ 21 թվականի իրավիճակը նրա համար շատ ավելի ծանր էր ու բարդ։ 2026-ին նա թե ներկայացրեց խաղաղություն, թե շանտաժեց խաղաղություն եւ պատերազմ, թե Ռուսաստանը օգնության հասավ այդ ինքնիշխանության թեման քարոզչական խաղարկության արդյունավետության հարցում։ Բայց այդ ամենով հանդերձ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ հասնել 50%-ի։ Այն դեպքում, երբ 2021 թվականին նա ձեռք էր բերել մոտ 52% ձայն։ Այդպիսով, ընդդիմության այդ ոչ ավանդական մեթոդաբանությունը, ոչ ավանդական գործունեության տրամաբանությունը տվեց իր շոշափելի արդյունքը։ Եվ ընդդիմությունը կարծես թե հետընտրական շրջանում եւս դուրս է գալիս ավանդական տրամաբանության դաշտից,
չի մտնում այդ ակոս եւ փորձում է փոխել վարքագիծը եւ առհասարակ փոխել մոտեցումը քաղաքական process-ների եւ այդ process-ներում իր դերի ու կենսագործունեության իմաստով։ Ընդդիմությունը փորձում է շարունակել երկխոսել հասարակության հետ եւ ոչ թե մտնել իշխանության հետ առճակատման մեջ եւ առավել եւս լեզվակռվի մեջ։ Ընդ որում նկատելի է բավականին, որ ինչպես նախընտրական շրջանում, այդպես էլ հետընտրական շրջանում վարչապետ Փաշինյանը եւ կառավարող ուժը հրահրում են այդ լեզվակռիվը, բայց առայժմ ընդդիմությունը կարողանում է զերծ մնալ, գուցե առանձին բացառություններով, բայց հավաքական լայն իմաստով զերծ մնալ դրան տրվելու վտանգավոր գայթակղությունից։ Ընդդիմությունը բողոքում է, դժգոհում է ընտրության արդյունքից, ընտրության անցկացման իրավաչափությունից, դժգոհում է, մատնացույց է անում ընտրության ընթացքում իրավախախտումները, կեղծիքները եւ այլն, բայց չի աղմկում։ Այդ ամենը ներկայացվում է փաստարկային տրամաբանության մեջ եւ գլխավոր հասցեատերը, որին ներկայացվում է, հասարակությունն է։ Ընդդիմությունը դժգոհում է, բողոքում, ներկայացնում, բայց չի աղմկում։ Կարևորագույն մի բան, որտեղ իրեն ամենահարմարն է զգում իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը հատկապես։ Աղմուկը Նիկոլ Փաշինյանի քաղաքական տարերքն է եղել միշտ, սկսած ընդդիմության կարգավիճակից մինչև վարչապետի կարգավիճակ։ Մենք տեսնում ենք, որ նա անգերազանցելի վարպետ է աղմուկ առաջացնելու եւ այդ աղմուկով տպավորություն թողնելու աշխատանքում։ Եվ երբ ընդդիմությունը դուրս է գալիս այդ տրամաբանությամբ քաղաքական կենսագործունեության ակոսից, սա իհարկե անհանգստացնում է իշխանությանը եւ մասնավորապես վարչապետ Փաշինյանին։ Եվ այս հանգամանքն է թերևս պատճառը, որ նա ընտրությունից հետո հանգիստ չի տալիս ընդդիմությանը։ Որովհետև ընդդիմությունը չի մտել, չի հայտնվել էպատաժային էմոցիոնալ հետընտրական իրավիճակում եւ փորձում է առաջ շարժվել ռացիոնալ, սթափ, հաշվարկային տրամաբանությամբ։ Ընդդիմությունը փորձում է ձևավորել քաղաքական կենսագործունեության ինստիտուցիոնալ համակարգային ներառականության միջավայր, որտեղ իր գլխավոր գործընկերը հասարակությունն է ոչ միայն նախընտրական մոտիվներով, այլ առհասարակ քաղաքական աշխատանքի։ Սա խորքային իմաստով բավականին անհանգստացնող է ցանկացած իշխանության համար, որ կարող է լինել Հայաստանում։ Եթե անգամ չլիներ Փաշինյանը, առհասարակ Հայաստանում իշխանության համար մշտապես մարտահրավեր, առանցքային մարտահրավեր է եղել հենց այդպիսի ընդդիմության ձևավորումը։ Եվ նաև դա է պատճառը, որ Հայաստանում մշտապես խոչընդոտվել է ընդդիմության դաշտում հենց էպատաժային էմոցիոնալ ընկալումներից, իրավիճակային տրամաբանությունից դուրս երկարաժամկետ աշխատանքի ռազմավարական պլանավորման ունակ ընդդիմության ձևավորումը։ Եվ Հայաստանում ընդդիմությունները միշտ եղել են, այսպես ասենք, ընտրությունից ընտրություն տրամաբանությամբ աշխատող։ Սա էլ միշտ հանգեցրել է մի իրավիճակի, երբ քաղաքական զարգացումների առաջնորդողը եւ գլխավոր սցենարիստը միշտ էլ եղել է իշխող համակարգը, իշխանությունը։ Այս տեսանկյունից իդեպ բացառություն չի եղել նաև 2018 թվականը։ Այս մասին ես խոսել եմ հենց 2018-ից ի վեր, ներկայացնելով, թե ինչպես կարող էր այդ տեղի ունեցողը բավարարել առաջին հերթին կառավարող համակարգի տարբեր թևերին եւ տարբեր խմբերին։ Դա միայն առերևույթ էր ընդդիմության կամ ժողովրդի հաղթանակ, իսկ գործնականում գլխավոր մոտիվները, որ բերել են 2018-ի եւ թույլ են տվել 2018-ին անարյուն թավշյա հիմնարար փոփոխություն Հայաստանում, գտնվել են հենց իշխանության դաշտում։ Դե հասկանալի է նաև բավական շատ մոտիվներ եղել են առհասարակ Հայաստանից դուրս, բայց դա արդեն խոսակցության այլ նյութ է։ Այսպիսով, ընդդիմության վարքագծային փոփոխությունը, ստրատեգիական իմաստով քաղաքականության ընկալման փոփոխությունը լուրջ անհանգստացնող մարտահրավեր է մի իշխանության համար, որը ոչ միայն գտնվում է բավականին բարդ ներքին ու արտաքին իրավիճակում, այլ նաև առհասարակ
իր տարերքը համարում է աղմուկը եւ դրա բացակայությունը իր համար դիտում է որպես էգզիստենցիալ մարտահրավեր եւ խնդիր։ Սա է թերևս այն գործողությունների հիմքում, ընդ որում գուցե նույնիսկ ենթագիտակցական, հոգեբանական հիմքում, որ մենք տեսնում ենք վարչապետ Փաշինյանի կատարմամբ, կամ ուղղակի կամ անուղղակի կատարմամբ։ Միևնույն ժամանակ այստեղ շատ կարևոր է արձանագրել հետևյալը. սա չպետք է որևէ ընդդիմության համար լինի անսպասելի։ Եթե որևէ ընդդիմություն ունի միամտություն կարծելու, թե երբևէ, կրկնեմ, շատ բարդ ներքին ու արտաքին վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանգիստ է տալու ընդդիմությանը, ապա այդ միամտությունը կարող է լինել ճակատագրական։ Պետք է ենթադրել, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում չկա այդ միամտությունը, համենայնդեպս դրա համար բավարար հիմք կամ վկայություն կարող ենք դիտել հենց վերջին ամիսների, նախընտրական ամիսների աշխատանքը եւ հետընտրական վարքագիծը, որը կրկնեմ հիմնված է կարծես թե սառը եւ սթափ հաշվարկի վրա, ոչ իդեալական, բայց խորքային իմաստով կարևոր հիմք պարունակող հաշվարկի վրա։ Հետևաբար ընդդիմությունը պետք է նկատի ունենար նաև այն, ինչ կատարվում է այսօր հետընտրական շրջանում, ըստ այդմ ունենար իր աշխատանքը սառը, սթափ հաշվարկի երկարաժամկետ ռազմավարական, ինստիտուցիոնալ եւ համակարգային միջավայրի ձևավորմանը միտված աշխատանքը, դրսևորեր դրա կամք եւ միտք, չշեղվելով, այսպես ասենք, տարբեր էպատաժաէմոցիոնալ ծուղակների ուղղությամբ։ Սա չափազանց բարդ է իհարկե բոլոր առումներով, բայց նաև չափազանց կարևոր։ Սա է պետք Հայաստանին, սա է Հայաստանի անհրաժեշտությունը, այսինքն այստեղ ոչ միայն ընդդիմության կարիքի կամ անհրաժեշտության հարցն է, այլ առաջին հերթին Հայաստանի, ամենայնդեպս մենք Հայաստանի քաղաքացիներս պետք է իրավիճակը չափենք հենց այդ տրամաբանությամբ, այն, ինչ անհրաժեշտ է Հայաստանին, ոչ թե այս կամ այն քաղաքական ուժին։ Եվ այդ իմաստով Հայաստանին անհրաժեշտ է, որպիսի ընդդիմությունը մնա ահա այս նոր ուրվագծվող տրամաբանության շրջանակում, չհայտնվի ավանդական էմոցիոնալ էպատաժային ծուղակներում, որ հյուսում է իշխանությունը, եւ այդպիսով փորձի առաջ շարժվել վերը նշածս ինստիտուցիոնալ համակարգային ներառական միջավայր ձևավորելու ուղղությամբ, այդ միջավայրը բյուրեղացնելու ուղղությամբ։ Երբ այդ ամենը իսկապես հասնի որոշակի շոշափելի աստիճանի, ապա որևէ իշխանություն պարզապես չի կարող հաշվի չնստել այդ իրողության հետ։ Այդպիսով, սա այն է, ինչ պետք է Հայաստանին, սա այն է, ինչ անհրաժեշտ է Հայաստանին, եւ սա թերևս Հայաստանի շանսն է։ Սա է թերևս Հայաստանի շանսը, որովհետեւ Հայաստանի համար որևէ շանս չի կարող ապահովել այն իշխանությունը, որը հայտնվել է ներքին ու արտաքին այն բարդ միջավայրում եւ իրավիճակում, որ մենք ունենք այսօր։ Ունենք ոչ միայն այսօր, այլ վերջին տարիներին եւ առհասարակ չունենք դրանից դուրս գալու հնարավորություն, եթե Հայաստանը մնա ներկայիս իշխանության, քաղաքական այսպես ասած առաջնորդության եւ ընդդիմության ավանդական գործելավոճի եւ տրամաբանության դաշտում։ Հետևաբար կրկնեմ, այդ դաշտից ընդդիմության դուրս գալը, որի շոշափելի նախադրյալները եւ ուրվագիծը մենք տեսնում ենք, Հայաստանի Հանրապետության շանսն է։ Այն չպետք է բաց թողնել։ Չպետք է այդ շանսը վերադարձնել որևէ էմոցիոնալ ծուղակ։